Սա High Trading Signals Telegram-յան ալիքն է։ Այստեղ ես աշխատում եմ իմ թիմի հետ։ Նշում եմ արժութային զույգը, նշում եմ գործակ բացելու ուղղությունը, տևողությունը ու բացում ենք միասին գործակներ։ Ողջունում եմ բոլորի ժողովուրդ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Կրկին շարունակում ենք միասին անցկացնել աշխատանքային սեանսներ, միասին վերլուծել գրաֆիկը, բացել գործարքներ ու խոսել եւս մեկ շատ կարևոր թեմայից։ Թեման ընդհանուր առմամբ վերաբերվում է բարդ շուկայական օրերի մասին, մինուսավոր օրերի մասին, ինչպես ճիշտ արձագանք տալ այդ օրերին ու ինչպես հետո ճիշտ գործողությունների հաջորդականությամբ դուրս գալ պլյուս։ Ուրեմն եկեք ավելացնենք այն արժութային զույգերը, որոնք որ ունեն 70 եւ ավելի տոկոսայնություն։ Բացեցի գործարք 2 րոպե դեպի ներքև, քանի որ գինը մոտեցել է այստեղ հորիզոնական ուռովենին, գումարած դրան կա շատ լավ աշխատանքային միջանցք, աշխատանքային կալիդոր, բացատրությունը կլինի երևի վերջում կտամ արդեն բացատրությունը, հիմա եկեք խոսենք բարդ շուկայական օրերի մասին։ Ուրեմն տեսեք, ժամանակ առ ժամանակ բոլորի մոտ լինի այդ տրեյդերը պրոֆեսիոնալ տրեյդեր, տարիների փորձ ունեցող տրեյդեր, սա շուկա, սա տրեյդինգը ու այստեղ ամեն ինչը ինդիվիդուալ է շուկան, ամեն օրը նոր է եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սիտուացիային ճիշտ արձագանք պետք է կարողանանք տալ։ Դա գալիս է փորձից, դա գալիս է շատ ժամանակ որ շատ ժամանակ ենք անցկացրել մենք այս գրաֆիկի առաջ եւ հասկանում ենք, կարողանում ենք ցանկացած սիտուացիայից ճիշտ դուրս գալ։ Բար շուկայական օրեր լինում են ցանկացած տրեյդերների մոտ, ինչպես ասեցի։ Այդ շուկայական օրերը կարող են լինել, չգիտեմ, ամսվա մեջ 2 անգամ ինձ մոտ լինում են, այո, այդպիսի օրեր։ Ընդ որում, երբ ես ասում եմ բարդ շուկայական օր, դա չի նշանակում, որ այդ օրը ես մինուս եմ լինում։ Այդ օրերին, չգիտեմ, այն ըստ ռիսկ մենեջմենտի թույլատրվող 10-15%-ը, որ ես կարող եմ մինուս գնալ մեկ օրում, դա տեղի ունենում ոչ։ Բարդ շուկայական օրեր, օրինակ, այս երկուշաբթին, այս շաբաթվա երկուշաբթին, այդ օրը մենք պարզապես թիմով հանդերձ դուրս եկանք 0 կամ որոշակի թեթև պլյուս։ Այսինքն դա պայմանավորված էր նրանով, քանի որ ամռան առաջին աշխատանքային օրն էր, ամռան առաջին աշխատանքային շաբաթն է, ու այդ ամենը բնականաբար ազդում է այստեղից բացվում գործար, այդ ամենը բնականաբար ազդում է շուկայի վրա, քանի որ եթե ցանկանում եք դրա պարզաբանությունը իմանալ, մի քիչ որ խորանում ենք, առհասարակ փակվում են ամսվա time frame-ով, 1 ամիս time frame-ով մոմերը, դրվում է դրանց ֆունդամենտը ամեն ամսվա սկզբում, գումարած դրան ամառ դրվում է ֆունդամենտը, ինչպես պետք է ընթանա տվյալ արժութային զույգը ամբողջ ամառվա ընթացքում, մի խոսքով կարող է դրան գումարվել նաև քաղաքական ինչ որ իրադարձություններ եւ այլն։ Այդ ամենը կարող է ազդի շուկայի վրա ու այդ ազդեցության պատճառով մենք գնանք, չգիտեմ, ունենանք բարդ շուկայական օր, գնանք մինուս, լինենք այդ օրը մինուս կամ պարզապես 0։ Ես ասում եմ, որ դուք պատկերացնեք շուկայի բարդ լինելու հատկությունները, չգիտեմ, անընդհատ լինում են ուռովենների պրաբոյներ, հատվում են անընդհատ այդ ուռովենները, կարծես դրանք գոյություն չունեն, լինում են իմպուլսներ, շատ անկայուն է շուկան լինում ու գրեթե ոչ մի տրամաբանություն շուկան տվյալ օրը չի գործում։ Առհասարակ նման շուկայական օրերին գալիս են հաջորդելու նորմալ, ստաբիլ շուկայական օրեր, քանի որ շուկան ձգտում է իր նախկին վիճակին, իր նախկին ուռովեններին, գրաֆիկի տեսքին։ Դա ես նաև տեսել եմ ու նկատել եմ ելնելով տարիների ընթացքում իմ փորձից։ Սա հիմա ես ցանկանում եմ հոգեբանորեն տալ ճիշտ մոտեցում, ինչպես պետք է մոտենալ այդ օրերին։ Նման օրեր լինում են ու տվյալ օրը դուք ամեն ինչ արել եք ճիշտ, ինչ ձեզնից կախված է, դուք արել եք ճիշտ։ Իսկ ինչ է կախված տրեյդերից, պահպանի ռիսկ մենեջմենտը, money management-ը, հոգեբանությունը
չտրվի էմոցիաներին ու չանի չթույլատրված քայլեր դագոների ժամանակ չթույլատրված գործողություններ այսպես օրինակ տեսեք լինում են հիմնականում սկսնատների մոտ եւ քիչ փորձ ունեցող տրեյդերների մոտ երբ նրանք ունենում են թույլ հոգեբանության արդյունքը օրինակ երբ դուք մտնում եք շուկա ցանկանում եք բացել գործարք սիտուացիաներ չեք տեսնում եւ ձեր ուղեղին ձեր մտքին գալիս են այնպիսի ստրատեգիաներ նորովի որ դուք պարզապես հորինում եք դրանք եւ մտածում եք որ ձեր աշխատանքային այդ ոճի մեջ ինչ որ բան այն չէ ինչ որ բան պետքա փոփոխել ինչ որ չգիտեմ ուրիշ բան մտածել ու սկսում եք հորինել ու թույլ տալ արդեն սխալներ ամենավատը այն է որ այդ պահին տրվում եք այդ էմոցիաներին սկսում եք բացել դրանցով գործարքներ ու մինուս անընդհատ տեղի ունենում այդ մինուսը պետք է կարողանալ տարբերակել բարդ շուկայական օր եւ նորմալ շուկայական օր առհասարակ շուկան գրեթե 90%-ը այս օրերի եթե վերցնենք մեկ տարվա մեջ լինում են բարդ այդ բարդ օրերի ընթացքում այդ բարդությունը արտահայտվում է կարող է այդ բարդ օրը արտահայտվի որ դուք այդ օրը լինեք պարզապես 0 այսինքն ոչ պլյուս ոչ մինուս կարող է արտահայտվի որ դուք լինեք այդ թույլատրելի մինուսը կամ ուղղակի, չգիտեմ, չեք կարողանում բացել գործարքներ, չկան հարմար սիտուացիաներ կամ ինչ որ մի բան չի հերիքում անընդհատ կարեկցիան, երկարաձգվում է կամ շուտ է ավարտվում եւ նմանատիպ բաներ։ Բնականաբար պետք է կարողանալ դրանց ճիշտ ռեակցիա տալ։ Հիմա երբ ինչ գործողությունների անցնել, ինչ կիրառել, երբ դուք տրեյդեր եք ու ձեր որևէ օրը փակվել է մինուս դա եւս գալիս է ճկուն հոգեբանություն ունենալու արդյունքից այսինքն երբ դուք ունենում եք ճկուն հոգեբանություն նախ դուք պետք է ունենաք գիտելիքներ որոնց վրա հենվելով դուք պետք է ձեռք բերեք այդ ճկուն հոգեբանությունը գիտելիքները այստեղ պատրաստում եմ դագոնը ուրեմն գիտելիքները ինչի վրա են հիմնված ես դες տալիս եմ միտքը դուք փորձեք դա արդեն վերլուծել եւ հասկանալ Տեսեք, ցանկացած բարդ շուկայական օրվանից հետո նախ առաջին ես ինչպես ասեցի, ես գիտեմ, որ հաջորդելու է ստաբիլ, նորմալ շուկայական օր, նորմալ գրաֆիկ, նորմալ շուկայական սիտուացիաներ ու նորմալ պլյուսավոր գործարքներ։ Եկեք այս արժութային զույգից դուրս գանք այդքան էլ հուսադրող չէ, լավ սիտուացիա չկա, եկեք մեկ այլ աշխատանքային կարիդոր միջանց կարելի է գտնել ու բացել գործարք։ Այստեղից բացեցի այն գործարքի դագոնը, 1+6 վերցրել եմ, հիմա բացում եմ երկրորդ գործարքի առաջին դագոնը։ Մինուսավոր օրերին ճիշտ ռեակցիա պետք է կարողանալ տալ։ Ստանում եմ իրոք բազմաթիվ նամակներ եւ տեսնում եմ բազում օրինակներ, որ մարդիկ չեն կարողանում ուղղակի մինուսի հետ համակերպվել։ Մինուսի հետ համակերպվելու լավագույն տարբերակն է դա գիտելիքներ ունենալու այդ գիտելիքների վրա ազատ հենվելը։ Իմ գիտելիքները արդեն ասեցի, ինչքան էլ բարդ օր լինի, ինչքան էլ ես այդ օրը թույլատրելի չափանիշով մինուս փակեմ, ես միևնույնն է գիտեմ, որ հաջորդ օրը, օրինակ բացում եմ առաջին քայլը $500, իմ թույլատրելի դագոնը երրորդն է, հաջորդ օրը 500-ի փոխարեն կբացեմ $700, կբացեմ առաջին սեանսում 4 գործարք, երկրորդ սեանսում 4 գործարք եւ արդեն այդ օրը նախորդ օրվա իմ մինուսը արդեն կվերադարձնեմ։ Իսկ արդեն երկարաժամկետ, եթե վերցնենք, օրինակ մեկ շաբաթում ես ունենում եմ մեկ այդպիսի մինուսավոր օր, հաջորդ օրը այդ մինուսը վերադարձնում եմ եւ շաբաթվա մեջ դեռ 5 օր էլ կա, 5 օր ես կարող եմ աշխատել եւ դուրս գալ պլյուս։ Արևորը տրեյդինգի մեջ հիշեք, դա երկարաժամկետ պլյուս դուրս գալն է, շաբաթ, ամիս։ Ես դիտարկում եմ հիմնականում շաբաթը։ Իմ մոտ շաբաթները
միարժեքորեն պլյուս են փակվում, քանի որ կան հստակ գիտելիքներ, կա հստակ անալիզ ու կա հստակ ինֆորմացիա, հոգեբանություն, որի վրա, որ ես ազատ կարողանում եմ հենվել։ Հաջորդը նաև այսպես կցանկանամ տեղեկացնել, ձեզ ասել, այսօր նաև եղավ այդ թեմայով լեկցիա իմ տելեգրամյան ալիքում, այստեղ պլյուսը վերցրեցինք, հաջորդը, որ անկեղծ կցանկանայի խոսել և կիսվել ձեզ հետ, դա առհասարակ կապված է մեծ գումար աշխատելու և որքան դեպոզիտ է հարկավոր այս կամ այն չափի գումար աշխատելու համար։ Եկեք ուղղակի փնտրեմ մեկ հարմար սիտուացիա։ Այստեղից բացում եմ գործարքը, քանի որ եկեք լավ այս մեկի բացատրությունը կարելի է տալ, ունենք այստեղ լոկալ դեպի վեր շարժվող թրենդ, այստեղից սկսվել է դեպի ներքև շարժ, ամենայն հավանականությամբ լոկալ դեպի վեր շարժվող թրենդը հանդիսանում է գլոբալ երկարաձգված կարեկցիան, որ այստեղ արդեն ավարտվել է, քանի որ տեսնում ենք միջ այդ կարեկցիաները ինչպես են եղել, ու այստեղ սա բացարձակապես արդեն կարեկցիայի նման չէ, սա արդեն ռեակցիա է տալիս գինը ու շարունակվում է գլոբալ թրենդը իր թրենդով, գինը արդեն շրջադարձ է կատարել, հետևաբար դիմադրության ու ռովենները ակտուալ են դեպի ներքև գործարքներ կարելի է բացել, գումարած դրան այստեղ կա թրենդային թեք ու ռովեն, հորիզոնական ու ռովեն, 50-ական ու ռովեն ու մոմերի անալիզով տեսնում ենք այստեղ այս ու ռովենը ինչպես է դիմադրություն ցույց տալիս գնին։ Մինչ ես գործարքը տնթանա, եկեք ասեմ, օրինակ թրեյդերները միշտ ցանկանում են, չգիտեմ, թրեյդինգը ասոցացվում է մեծ գումարներ, շատ գումարներ աշխատելու հետ։ Իրականում այդ շատ գումարներ աշխատելը բավականին ռեալ է, եթե ունենք հստակ գիտելիքներ ու ինֆորմացիա, ինչպես դա պետք է արվի։ Օրինակ, $1000 աշխատելու համար փաստացիորեն մեզ անհրաժեշտ է օրական 3 գործարք $11-ով, որ մեզ ամսվա ընթացքում ամսվա վերջում կբերի $1000 եկամուտ։ Իսկ ինչ դեպոզիտ պետք է ունենալ, որպեսզի կարողանալ բացել այդ օրական 3 գործարքները $11-ով։ Ըստ money management-ի մենք կարող ենք օգտագործել մեր դեպոզիտի 1%-ը, այսինքն $10 մոտավորապես $11, դա $1100-ի 1%-ն է, $1000 եկեք վերցնենք, $1000-ի 1%-ն է, այսինքն ըստ money management-ի և ըստ risk management-ի հանգիստ մենք կարող ենք օրական բացել $10-անոց գործարքներ 3 հատ, եթե մենք ունենք մեր դեպոզիտին $1000, օգտագործելով 1% ռիսկը, հետևելով money management-ին, այդ ընթացքում մեր հոգեբանությունը ևս կլինի ստաբիլ, քանի որ $1000 ունենք դեպոզիտին, գործարքները բացում են $10-ով, կոպիտ ասած աչքի համար ևս սովորական կլինի և արդեն հեշտությամբ կբացվեն։ Ուրեմն բացեցին գործարքներ, խոսեցի բարձ շուկայական օրերի մասին, ասեցի ինչպես դրանց պետք է ճիշտ ռեակցիա տալ մինուսավոր օրերի մասին ու ընդհանուր ինչ բալանս ունենալ այս կամ այն գումար աշխատելու համար, արդեն պրինցիպը ասեցի, սխեման ասեցի, մնացածը կարող եք դուք արդեն ձեր դեպոզիտի համար արդեն դուք ձեր հաշվարկները անել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ դիտեցիք մինչև վերջ, բոլորիդ մաղթում եմ մեծ պրոֆիտ, հաջողություն։